Leah Beauty Academy. Leah Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ձեզ համար պատրաստել է բացառիկ, էքսկլյուզիվ, հետաքրքիր, ցանկալի հյուրի հետ հանդիպում եւ իհարկե թողարկում։ Բայց մինչ հյուրի ներկայացնելը ես ուզում եմ ըստ մեր ֆորմատի շնորհավոր օրվա բոլոր հոբելարներին լավագույն բարեմաղթանքներով առողջ լավ մարդկային շրջապատում աստծորնությամբ եւ իհարկե 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ ասեմ, որ տեսահոլովակի հերոսուհին Ռոպե Նրանց կլինի մեզ մոտ տաղավարում, ում այսն է խոսքը կիմանաք հենց հիմա։
Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ասում են Ակոպովնա, տեսակ զարմացել ենք։ Դու 1 տարի եթերում ես, իսկ նա քեզ մոտ տաղավարում չէ։ Զբաղվածությունը նրան է իմը չէ, բայց ես ըստ տիտուլների սահմանադրական օրենքով պետք է ներկայացնեմ, որ մեծագույն սիրով հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանին։ Հաշ ջան, ողջույն։ Ողջույն։ Ինձ մոտ դեժավյու ա, գիտես չէ, մենք իրար հետ եթերում հանդիպել ենք 2012 թվականին։ Ահա։ Նայ քանի տարի անց։ Այո։ Դու նույն գեղեցկուհի Հասմիկ։ Ոյ, շնորհակալություն։ Նմանապես կարող եմ ասել։ Ու ամենահետաքրքիրը մենք վերջերս միասին մի թողարկման ծրագրի հյուր ենք թողարկման, որտեղ երկուսս ներկայանում ենք որպես ցանկալի տատիկներ։ Ոչ ցանկալի թեմայով, բայց հաճելի հանդիպում էր փաստորեն։ Հաճան, ոնց ես։ Ես գիտեմ, որ այդ Երուսերը, այդ քո աշխատանքային գործունեությունը, այդ բոլորը այդ մեկտեղ, որ դու կարողանում ես նաև քո ժառանգը փոխանցել ուսանողների։ Խնդրում եմ, երկու նախադասությամբ ինձ պատմիր էլի։ Ոյ։ Երկու նախադասությունով չի լինի, քանի որ շատ երկար տարիներ անցել է գործունեության մեջ, ես չգիտեմ վերջից պատմեմ, որ նոր եմ վերադարձել Եվրոպայից, Ֆրանսիա, Դանիա համերգներից, որը հատուկ ծրագիր էր, ոչ կոմերցիոն համերգներ, այլ եկեղեցիներում ինձ համար դա ոնց որ հոգու պարտք լինի, որ պետքա մեր հոգևոր երաժշտությունը, քանի որ կոմիտասյան ամիս էր սեպտեմբերը, այդ երաժշտությունը, այդ հնչեր Եվրոպայում, եկեղեցիներում եւ հոյակապ ընդունելություն օտարազգի կողմից, իհարկե նաև մեր հայրենակիցների կողմից տպավորությունը շատ մեծ է, շատ մեծ է, ու իսկապես հոգու պարտքի ինչ ամբողջ կյանքը մեր աշխատանքն է, մենք գնացել ենք համերգների, հրավիրվել ենք տարբեր տեղերից, տարբեր երկրներից, ստացել ենք մեր հոնորարները գոհ եկել ենք, բայց հիմա կարծես դա մի ուրիշ զգացողություն է։ Այո, որ դու տալիս ես ուղղակի, ուզում ես, որ դա լինի եկեղեցիներում հնչի մեր երաժշտությունը։ Ու հնչի Հայաստան, հայ ազգ։ Իսկ լսարանում այդտեղ նստած, հա, ես հասկացա նաև կային օտարազգիներ։ Ինչպես է ընդունում մեր երաժշտությունը։ Միշտ է ձև եղել, բայց հիմա նույնպես ես ապրեցի այդ վիճակը, որ համերգից հետո հավաքվում են գլխիդ ու ուզում են մոտիկից տեսնեն, թե ձեռքերը, թե նվագելու ձևը, թե քո հետ խոսել, իմանալ գործիքի մասին, Հայաստանի, ինչա, որտեղ է, ոնց է, ով չգիտի իհարկե, բայց մեծամասնությամբ գիտեն, ուղղակի որպես իրենց համար որպես օտարազգ։ Խորհուրդ է դեպ շատ։ Իմ ջալուց ասեմ այդ ծրագիրը ստեղծվել է արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանի կողմից։ Գագիկ ջան, ապրես, նայմ ընկերն է։ Ու իսկապես անցյալ տարվանից ինքը սկսեց Իսպանիայից համերգները, շատ մեծ եկեղեցիներում եւ շատ մեծ ընդունելությամբ այս տարի խնդրեց, որ ես էլ միանամ իրեն ու հետագայում ինքը շարունակում է, հիմա հոկտեմբերին շարունակում է Իսպանիայում նորից, իսկ մենք ելույթ ունեցանք Ֆրանսիայում եւ Դանիայում։ Ես իմ այդ ծրագրում նաեւ մեծ մասնակցություն ունի Արգենտինահայ նորից եւ բարերար եւ բարեգործականի ղեկավար Անտոնիո Սարաֆյանը, որը ամբողջ կյանքում ես 78 թվից եմ ճանաչում իրան, որ առաջի անգամ Արգենտինայում եմ եղել ու գիտեմ, որ ամբողջ կյանքում նա իր բարեգործությունն արել եւ մեր հայ արվեստը ու կողքին է եղել հայ արվեստի կողքին ու դու սենց խոսում ես հաս ես տրիդե ուզում եմ պատկերացնեմ նախ ես կուզեի այդտեղ լինեի լսեի
Իսկ այս ամբողջը ինչ է ասում, կարող է մենք էլ կազմակերպենք մեզ մոտ տենց մի բան, այսինքն մեր եկեղեցիում հնչի այն երաժշտությունը, որ նաև մոտ է մեր ազգին։ Դա շատ պետք է իմչալուց շատ նուրբ հարց եմ ուզում քննարկեմ, որ վերջի տարիները ցավալիորեն սենց մի բան ա եղել, որ մեր հայ արվեստը շատ անգամ ներկայանում է միայն սեղանի շուրջ, այսինքն մինչև փարթի չլինի, ինչ որ երկիչ երկչույնների կանչելու, ուտել խմելը, որ նա երկի իրանք էլ պարեն ու դա հաշվենք, որ շփում եղավ հայ արվեստի հետ։ Շատ ցավալի է դա, որովհետև ժամանակին մեր սփյուռքահայերը, իսկական սփյուռքահայերը այնքան սիրով ու կարոտով էին սպասում այդ հանդիպումներին, այդ համերգներին ու իրանք համերգի էին գնում, ոչ թե հրավիրում էին, որ փարթի կազմակերպեն ու խնջույքի ժամանակ հնչի այդ երաժշտությունը։ Ես այդ թեմայով երբ որ հայերի հետ համայնքի հետ հանդիպում էինք, ես ուզեցի իմ սրտի խոսքը ասեմ, որ մի խառնեք, դա շատ լավ է, շատ հաճելի է, բոլորս ենք սիրում ռեստորաններում, այդ երաժշտության տակ, ուրախանալ, ուտել, խմել, պարել, ամեն ինչն էլ մարդու համար ու մեզ համար է, մենք էլ ենք շատ սիրում, բայց երբ որ գալիս է արվեստին, հոգևոր սնունդին, պետք է մի քիչ ավելի դիլիկատնի լինել եւ շփվել իսկական արվեստի հետ։ Ես ազգային արվեստի հետ ամփոփման համար այս թեման ուզում եմ մի բան ասել։ Ես վերջի ժամանակահատվածում գիտեմ, որ շատ երգիչներ կարոտով են սպասում օրինակ հենց բեմի, որովհետև հիմա մեծամասնությունը երգում է օրինակ ռեստորանային համալիրների բեմում, բայց նրանք արվեստ ներկայացնող իսկապես երգիչ երգչույներ են։ Հիմա մի ուրիշ թեմա կա։ Արտ երկրում կան դու ինքդ կարող ես փաստել, որ համերգասրահը տարբերվում է ռեստորանային համալիրի բեմից, ինչքան էլ ճոխ ուզում է լինի։ Բայց բոլորը ստանդարտ պարտերում, օթյակներում մի ձևաչափով նստած լսում են։ Ամենաշատը կարող են իրենց ուղակի հով անեն։ Հիմա այնտեղ կան նաև, օրինակ Միացյալ Նահանգներում արդեն կար։ Կողքերը սեղաններ էին դրվում եւ չգիտես ինչու տոմսը թանկ ծախելու համար, այդտեղ դնում էին ոչ թե ծաղիկ, այլ միրգ եւ շամպայն։ Այդ արվեստը, այդ ինստիտուտ արվեստ չի դա ներողություն, այդ ինստիտուտը մտավ նաև մեզ մոտ։ Ես հասկացա, որ մենք գոնե պահել էինք էլի այդ ցիվիլը, չէ՞։ Բայց հիմա ոնց հասկացել եմ, չեմ ուզում շատ տենց նեգատիվ արտահայտել, կան վիպեր, չգիտես ինչի, եւ այդ վիպերի դիմաց դրված են սեղաններ, որ նորից կարող են լինել ասեմ խմորեղեն։ Մեր երգչույներից մեկը իմ ու քո լավ ընկերուհին, երբ որ բարձրացան եմ շատերը կիմանան, թեկուզ երգում էր, ասենք, ռեստորանային համալիրում, ինքը նեղվում էր, երբ որ ինքը երգում է, բայց այդ ժամանակ հաց են ուտում։ Շատ դեպքերում իջնում է, միջև հիմայի դեպ, իջնում է եւ ասում է, ախր ես քեզ համար երգում եմ, այդ ուտելիքը կուտես էլի, բայց դե մարդը ռեստորանում է, թող այդ համերգասրահները գոնե մաքուր մնա, էլի, կարելի է, չի ասել։ Իսկ եկեղեցիում մաքրությունը պետք է պահպանել, մանավանդ որ վերջի ժամանակահատվածում կարծես թե Աստծուց հեռվանում է մեր ժողովուրդը։ Ես ամեն բան կանեմ իմ ընկերների հետ այս թեման բարձրաձայնելու համար, Հաշճան։ Եվ վստահ եմ դու մեր հրավերքը կընդունես, տենց մի բան կազմակերպենք նվագի։ Մեծ սիրով, իսկ Գագիկ Գասպարյանը այդ ծրագիրը, որ ստեղծել է, ինքն նպատակ ունի, որ շատ երկրներից հետո մենք դեռ ունենք էլի պայմանավոր հրավերներ տարբեր, անպայման ինքն էլ ուզում է, որ գա Հայաստանում այդ նույն տրամադրությունը ստեղծի։ Իհարկե այս ամեն ինչի մեջ նաև մեծ գործ է, որ օտարազգին ես դու համել լսեցնում քո ազգի, քո արվեստի մասին, քո երաժշտության մասին։ Դա էլ էր շատ հատուկ նպատակը։ Եվ այդ համերգները, այդ ծրագիրը կոչվում է հանուն խաղաղության։
Ինչ հաճելի է։ Դու զգում ես այս թեմայի շուրջ, երբ որ խոսում ենք, երկուսից ձայն էլ ցածրանում է ու ամեն անգամ հոգոցով ենք խոսում։ Իսկ ես չեմ կարող բացատրել, թե ես ինչ եմ զգում այդ եկեղեցիներում տարբեր կաթոլիկ եկեղեցում, հայկական եկեղեցում, բողոքական, այսինքն ասեմ բողոքական, որտեղ դանյական բանը բողոքական է իրանց իսկ տարբեր եկեղեցիներում, երբ որ դու կարծես Աստծո հետ ես կապված լինում է տրոպեին, երբ որ դու քո արվեստը կարողանում ես ներկայացնել, կոմիտասյան երաժշտություն եւ հոգեվոր երաժշտություն, նարեկացի, այրվանիցի եւ այլն։ Ապրեք, շնորհակալ եմ ձեզ այդ լավ գործի համար։ Բայց այս բոլորը այդ մեկտեղ ես գիտեմ, որ Տիկին Լելոյանը նաեւ հասցնում է կրթել եւ դաստիարակել նոր սերնդին։ Այո։ Իսկ անհատական դասընթացներ թե ու գնում եք կոնսերվատորիա։ Եվ մեծ սիրով ու ամբողջ կյանքում մեծ սիրով, որովհետև ամեն ժամանակ այդ տարբեր սերունդները գալիս են ու դու անընդհատ ոնց ասեմ ֆորմի մեջ ես լինում ու ժամանակի հետ ու անընդհատ ուզում ես ժամանակի շունչն ու ապագան զգաս, որպեսզի կարողանաս այդ նոր սերունդներին այդ ժամանակի ուսանողներին տաս ու արդի լինի դա։ Հիանալի է։ Եվ ամփոփման համար ես նկատում եմ, որ դու ունես թեմա նաև ինձ ներկայացնելու։ Ես ուղղակի նվեր եմ բերել, այո, սա իմ դիզայնով կանոնն է, բայց մեջը դիսկ է իհարկե։ Դարդեն հասկացա։ Հայկական ստեղծագործություններ, որտեղ նաև Առնո Բաբաջանյանի հետ կա իր ստեղծագործություններից մեկը, որ միասին նվագում ենք, հենց առաջի գործնակարծեմ։ Սա աշխարհի շուրջ, այսինքն ոչ միայն հայկական գործեր, այլ նաև տարբեր ազգերի երաժշտություն է այստեղ կատարվում օրկեստրներով եւ այլն, տարբեր օրկեստրներով, սկսած ջազից, վերջացրած Պագանինի, Սարասատե այդպես ստեղծագործություններից։ Ո՞ս ինչ օրիգինալ դիզայներն է։ Քարտեզները ահա Հայաստանն է նշված աշխարհի այդ այդ մեր տեղը աշխարհում մյուս կողմը։ Սա էլ ամբողջ հայկական ստեղծագործություններ են մեր ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Շատ շնորհակալ եմ նվերները ստացա։ Ամփոփման համար ես մի բան կարելի ասել, նենց կարծիք կա, որ CD-ները արդեն չի օգտագործում, ես ասեմ, որ Եվրոպայում շատ լավ օգտագործում էին եւ սիրով ուզում էին ունենալ այդ CD-ները, որը լսել էին արդեն։ Հիմա էլ չգիտեմ ինչ բանականությունները ամեն ինչից մեզ կտրել են, լավ, բայց ով որ ուզում է իր տան ունենում է, վստահ եմ։ Այո։ Այդ թեման կա։ Ես կխնդրեմ, որ ծրագրի ավարտին ոչ միայն մեր, ասենք, օրվա հոբելյարն է դա թող կապ չունենա, բայց հերոստատիտողներին ներկայացնես մի շատ սիրուն ստեղծագործություն կնքես, այսպես ասած, տաղավարը քո հաճելի ստեղծագործական այդ թեմաներով, բայց մի հարցից հետո Հաս ինձ ասում են, որ շատ հենց հիմա գործիքներ կան, որոնք չգիտես ինչու անցնում են կարմիր գիրք։ Կանոն այդ շարքերում է։ Չէ, աշխատում ենք պահել այդ կանոնի դերն ու նշանակությունը մեր կյանքում, որպես ժողովրդական գործիք, դրա համար ստեղծվում են նոր ստեղծագործություններ, տեխնիկայի կատարման ձևեր։ Ես այսօր այդ գրքերով չեմ եկել իմ հրատարակած մոտավորապես 10 գիրք, որտեղ ունեմ եւ տեխնիկայի զարգացման դասագիրք եւ տարբեր ստեղծագործություններ եւ կլասիկա եւ ժամանակակից ստեղծագործություններ փոխադրություն կանոնի համար եւ ուզում եմ ասեմ, որ շատ կոմպոզիտորներ նաեւ մեր կոլեգաներից ստեղծագործում են եւ անընդհատ թարմացվում է ծրագիրը ու հետաքրքրություն առաջացնում։ Դա շատ կարեւոր է, որ մասնագիտությունը անընդհատ թարմանա, անընդհատ զարգանա։ Եվ դա է իր նշանակությունը, որ իմաստը, որ ինքը ապրի դարեդար։
դե բոլոր գործիքները մասնագետները պետքա դա անեն, կարծում եմ, որ բոլորն էլ աշխատում են իրանց մասնագիտությունը, իրանց մեր մնացած ժողովրդական գործիքները պահեն իր տեղում։ Հիանալի է։ Իսկ ես ուղղակի շատ շնորհակալ եմ քեզ։ Շնորհակալ եմ, որ անդավաճան ես։ Ես հրաչին եմ նաև շնորհակալ Մուրադյանին, որ գտանք մենք իրար ի վերջո, բայց ես ինչքան էլ չկարողանամ իմ ընկերներին գտնել, երբ որ նրանքից եթերում տեսնում են, գիտեն, որ մեծ սիրով ես հյուրընկալում եմ բոլորին։ Բայց հիմա հասկանալի ես պահանջում եմ, որ նորության դեպքում դու առաջին արձագանք ես եւ էքսկլյուզիվ ներկայացնի Դինա Հակոբովնան։ Սիրով Դինա բացի նորություններ, այսինքն ինչ էլ որ ասեմ հիմա նորություն ա լինելու ձեր համար, ես նաև գործունեություն ունեմ Դուբայում, Էմիրատներում, այնտեղ մշակույթի համալսարանում իրենց եւ համերգներով տարբեր ու բացի դրանից դե Եվրոպա եւ պատրաստվում է հետագան նաև Ամերիկա պայմանավորվածություններով, ուզեմ ասեմ, այդ բուրան համերգային գործունեություն, իսկ համերգային գործունեությունը, իսկ ուր գնում ես արդեն նորություն ես ունենում ամենտեղից։ Եվս մեկ առաջարկ։ Իմ ծրագրի շրջանակներում ես հյուրընկալում եմ նաև բենդերի։ Ես կարողանում եմ այստեղ հյուրընկալել, հա, տաղավարում։ Եվ կցանկանամ քո սաների հետ լինես այստեղ։ Ինչ լավ բան ասեցիք, մեծ հաճույքով։ Նաև կարող ենք այդ ժամանակ ցուցադրել Արա Գևորգյանի բաս կանոնը, որը ստեղծվել է արդեն քանի տարի, արդեն մտել է օրկեստրներ, դա նորություն է, այս դարի նորություն է, եւ կանոնահարների անսամբլ ունեմ Զվարթնոց, որը շատ մեծ հաջողություն ունի տարբեր տեղերից, երբ որ միջոցառումներ լինում է, հրավիրում են, իմ մանկավարժական համալսարանի ուսանողներն են։ Հիանալի է։ Ես սպասում եմ ձեզ։ Սիրով։ Վերջացավ։ Իսկ այսքանից հետո ավելի մոտ եք նստում, ձայնը բարձրացնում, որովհետև հատուկ ձեզ համար պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության տաղանդավոր ժողովրդական արտիստ, իմ շատ սիրելի Ասմիկ Լելոյանը ձեզ համար հաճելի կատարում է պատրաստել։